Այժմ մենք գտնվում ենք մեծ պահքի շեմին, հետևաբար կարող ենք պատկերացնել, որ իմ այս խորհրդածությունը որոշակիորեն նպատակ ունի նախապատրաստելու մեզ, որ իրականում պետք է առաջնորդենք Աստծո Սուրբ Ժողովրդի մեծ պահքի ընթացքը, օգնելով նրանց ապրել այս ուժեղ ժամանակը ի պատրաստություն Սուրբ Զատկի։ Բայց այս առավոտ մտածեցի ձեր հետ միասին անցնել մի փոքրիկ երթուղի հիմնականում 3 փուլով, 3 հիմնական հանգրվաններ, որոնք ինչ-որ կերպ կարող են վերհիշել մեծ պահքի այն հայտնի այբուբենը, փորձությունները և պահոց գործերը։ Սակայն թույլ տվեք սկսել այն մեծ փորձությունից, որը դարանակալած մնում է մեր քահանայության դռան մոտ, և Հովհաննեսի ավետարանի մի հատված օգնում է մեզ զգուշանալ այդ վտանգից։ Դուք գիտեք, որ բոլոր ավետարանները խոսում են հարության մասին, բայց միայն հարությունը չէ բոլոր 4 ավետարանների հիմնական թեման։ Իհարկե, չարչարանքները, մահը և հարությունը կենտրոնական են, բայց կա ևս մեկ այլ հայտնի դրվագ բոլոր 4 ավետարաններում, այսինքն բոլոր ավետարանիչներն էլ ներկայացնում են դրա իրենց տարբերակը։ Դա հացերի և ձկների բազմացումն է։ Բայց Հովհաննեսի ներկայացրած տարբերակը շատ նշանակալից է, որովհետև Հովհաննեսը հացերի ու ձկների պատմությունը ներկայացնելուց հետո Անդրեասի և Փիլիպոսի միջև այդ քննարկումով, այդ հրաշքով, այդ առատությամբ և ավելացած հացով լի զամբյուղներով պատմում է աշակերտների նավարկության մասին փոթորկի միջով։ Իսկ գիտեք, թե ինչու է հետաքրքիր այս փոքրիկ մանրամասնությունը և ինչու եմ այն պատմում նախքան մեր խորհրդածությունը սկսելը։ Որովհետև իրականում աշակերտները հրաշքից մնացած լիքը զամբյուղների ընկերակցությամբ էին։ Նրանք նավակի մեջ են և լի են Աստծո շնորհով, նրանք շրջապատված են դրանով։ Նրանք հենց նոր ականատես են եղել մի հրաշքի, և այն ամենը, ինչ մնացել է այդ հրաշքից, իրենց հետ վերցնում են այդ նավակի մեջ ու նավարկում են։ Եվ չնայած նրանք շրջապատված են Աստծո այդ շնորհով, հայտնվում են հենց փոթորկի մեջ, ճգնաժամի դժվարության պահի մեջ։ Դուք գիտեք, որ Հիսուսը օգնելու է նրանց հիշել այն, ինչ տեղի է ունեցել։ Այսինքն, որ նրանք հենց նոր ականատես են եղել հրաշքի, որովհետև իրականում նրանք վախեցած են և նրանց ուժերը չեն բավականացնում առաջ գնալու համար։ Դուք գիտեք, որ Հիսուսը օգնելու է նրանց հիշել այն, ինչ տեղի է ունեցել։ Այսինքն, որ նրանք հենց նոր ականատես են եղել հրաշքի, որովհետև իրականում նրանք վախեցած են և նրանց ուժերը չեն բավականացնում առաջ գնալու համար։ Մի խոսքով, սա հենց այն տեսարանն է, որը կարող է պատահել մեր հետ, որ ամեն օր շրջապատված ենք Աստծո շնորհով լի զամբյուղներով։ Ամեն օր մենք պատարակ ենք մատուցում, ամեն օր ավետարանն ենք քարոզում, ամեն օր գուցե ինչ-որ մեկին ողորմություն ենք բաշխում։ Մի խոսքով, մենք ամեն օր դիպչում ենք Աստծո շնորհի առատությանը և ասում ենք, դե եթե ամեն օր պատարակ ենք մատուցում, ժամերգություն ենք անում, մարդկանց խորհուրդներն ենք մատակարարում, մեր հետ այսպիսի բաներ չեն կարող պատահել։ Բայց ամենևին այդպես չէ, որովհետև մենք կարող ենք շնորհը տալ ուրիշներին, բայց ինքներս հայտնվել փոթորկի մեջ։ Հետևաբար երբեք չպետք է ընդունել որպես բնական երևույթ, որ լոկ Աստծո շնորհին մոտ լինելը մեզ ապահովագրում է։ Ընդհակառակը, մենք վտանգված ենք, քանի որ շրջապատված ենք մեծ շնորհով, մի պահ կարող ենք այլևս չզգալ, որ դա հենց շնորհ է նաև մեր համար։ Մենք շնորհի կրողներն ենք ուրիշների համար, բեռնում ենք այդ զամբյուղները քաղցած բազմությանը կերակրելու համար, բայց մենք ով է զբաղվում մեզնով, ով է մտածում մեր մասին,
Ով է լուրջ ընդունում մեր ճգնաժամերը, ով է լուրջ ընդունում մեր փոթորիկները։ Արդ սա ձեզ ասում եմ, որովհետև ճիշտ է։ Մենք մեծ պահքը կփոխանցենք շատ մարդկանց մեր նախաձեռնությունների, մեր քարոզների, մեր արարքների, մեր մատակարարած խորհուրդների միջոցով, բայց մեծ հարցն այն է, այս տարի մենք պատրաստ ենք թույլ տալու, որ մեծ պահքը դույով դիմի մեզ, անձամբ մեզ, այսինքն ուզում ենք, որ Տերը հասնի մեզ, չնայած մեր սպասավորության միջոցով մեզ շրջապատող այդ հրաշքի առատությանը։ Ահա, հենց սրանից մեկնելով ես մտածեցի այսպես կառուցել իմ այս խորհրդածությունը 3 վտանգների շուրջ, որոնց մենք հանդիպում ենք մեր քահանայական կյանքում եւ հատկապես այն ամենի մեջ, ինչը պետք է լինի մեր հոգեվոր կյանքը, որպես պաշտոնյաներ, քահանաներ, նվիրյալներ։ Դուք գիտեք, որ նախքան հանրային կյանքի սկիզբը, այսինքն նախքան այն 3 տարիների սկիզբը, որոնք մեզ ամենից շատն են հայտնի, քանի որ ավետարանները մեզ պատմում են հիմնականում Քրիստոսի կյանքի վերջին 3 տարիները, հանրային կյանք մուտք գործելը, բացի մկրտությունից, հոգևոր մի փորձառության միջով անցնելն է, որը սովորաբար մենք հակադրում ենք հոգևոր կյանքին։ Դա փորձությունների փորձառությունն է, չարի փորձառությունը, այն ամենին դեմ առ դեմ հանդիպելու փորձառությունը, ինչին մենք երբեք չէինք ցանկանա հանդիպել։ Այդուհանդերձ, ավետարանն ասում է, որ հոգին է Հիսուսին առաջնորդում անապատ փորձվելու համար։ Մեր պատկերացումներով հոգին պետք է մեզ հեռու պահի փորձությունից։ Սակայն ավետարանը մեզ հուշում է, որ հոգին մեզ առաջնորդում է հենց փորձության վայրը։ Որովհետև փորձությունը, երբ մարդն ունի հոգևոր կյանք, այդ կյանքի մի մասն է, հոգևոր կյանքի մի գլուխն է։ Մենք պետք է վախենանք փորձությունից միայն այն ժամանակ, երբ այն կտրված է հոգևոր ուղուց, քանի որ այն մարդու համար, ով չունի հոգևոր կյանք, փորձությունը միայն կործանելու նպատակ ունի։ Բայց եթե դու հոգևոր կյանք ունես, դու ապահովագրված չես փորձությունից, սակայն այդ փորձությունը հենց հրաշալի օգնություն է քո հոգևոր փորձառության մեջ աճելու համար։ Հետևաբար մենք չպետք է վախենանք չարի կամ սատանայի հետ հանդիպելուց, որովհետև դա հենց այն նույն փորձառությունն է, որն ունեցավ Հիսուսն իր կյանքում։ Մատթեոս ավետարանիչը, այս օրերին մենք կլսենք ու վերստին կլսենք այս պատմությունները, մեզ պատմում է այս 3 փորձությունների մասին, որոնք ուղեկցում են Հիսուսի պաշտոնի փրկարար ծառայության սկզբնավորությանը։ Ես փորձեցի դրանք որոշակիորեն հարմարեցնել մեր քահանայական եւ նվիրյալ կյանքին։ Մատթեոսի 4-րդ գլխում ասվում է. 40 օր եւ 40 գիշեր ծոմ պահելուց հետո վերջում նա քաղց զգաց։ Ինչ է նշանակում քաղցած լինել։ Նշանակում է զգալ մի կարիք։ Բոլորս էլ ունենք մի քաղց։ Ունենք ճանաչված լինելու քաղց, ճիշտ տեղում գտնվելու քաղց, սիրված լինելու քաղց։ Մի խոսքով, երբ մենք դիպչում ենք մեր քաղցին, մենք հանդիպում ենք մեր արարած լինելու շատ կարևոր մի կողմին։ Քանի դեռ մարդը չի դիպչել իր սեփական քաղցին, նա իրական կապակցություն չունի ինքն իր հետ։ Հետևաբար, քաղցի փորձառությունը հուսահատության փորձառություն չէ, այն շնորհ է մեր համար։ Երբ ես գիտակցում եմ, որ կարևորված լինելու կարիքն ունեմ, սիրված լինելու կարիքն ունեմ, արժևորված լինելու կարիքն ունեմ, ես չեմ դիպչում մի բանի, որից պետք է բժշկվեմ, քաղցից չեն բժշկվում։ Մենք քաղցած ենք, որովհետև արարածներ ենք, եւ պետք է զգույշ լինենք, որովհետև նույնիսկ եկեղեցական լինելու որոշակի ձևի մեջ
մենք սկսել ենք խոսել մեր մարդկային կարիքների մասին որպես ախտերի, մի տեսակ պաթոլոգիաների։ Կարծես թե մի օր վերջապես գալու է այն ժամանակը, երբ մենք բժշկվելու ենք մեր կարիքներից, բայց սեփական կարիքներից չեն բժշկվում։ Դա հենց մեր արարածականության վկայությունն է։ Ո՞րն է ուրեմն խնդիրը։ Այն է, որ սովորաբար մեղքի գործողությունը ներս է մտնում հենց այնտեղ, որտեղ դրսևորվում են մեր կարիքները։ Գործնականում մենք զգում ենք մի կարիք եւ չարն անմիջապես հայտնվում է այնտեղ ինքը տալու համար այդ կարիքի պատասխանը։ Ուստի վերադառնամ հետ։ Սխալ է արդյոք ունենալ ֆիզիկական, հուզական կամ հոգևոր կարիքներ։ Ոչ, դա մեր արարածականության մի մասն է։ Որտեղ է ներս մտնում չարը։ Այն ձևի մեջ, որով մենք արձագանքում ենք այդ օրինական կարիքներին, որոնք մեզնից յուրաքանչյուրն ունի։ Փորձիչը մոտեցավ նրան եւ ասաց. «Եթե Աստծո որդի ես, ասա, որ այս քարերը հաց դառնան»։ Հիսուսը պատասխանեց. «Գրված է. միայն հացով չի ապրի մարդ, այլ այն ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից»։ Արդ մենք ընդհանուր դատողություն արեցինք, վերցնելով մեր հոգևոր կյանքի մի փոքրիկ կողմը, փորձենք այն ընդհանրացնել մեր քահանայական փորձառության մեջ։ Արդյոք հնարավոր է, որ քահանան ճգնաժամեր ապրի, որոնք ինչ-որ կերպ կառնչվեն իր սպասավորությանը։ Այո, եւ դրանք բազմազան ճգնաժամեր են։ Նախ եւ առաջ դրանք ճգնաժամեր են, որոնք ծնվում են տարիքից։ 30 տարեկանում քահանա լինելը նույնը չէ, ինչ 40-ում։ Պատկերացնում եմ, որ նույնը չէ նաև 50-ում, 60-ում, 70-ում կամ 80-ում եւ այդպես շարունակ։ Այն իմաստով, որ մեր կյանքի յուրաքանչյուր փուլ ենթադրում է մի անցում, հետևաբար սպասավորության հետ հարաբերվելու մի նոր ձև։ Եթե ես շատ էներգիա ունեմ, բնականաբար կարող եմ սպասավորությունն անել որոշակի ձևով։ Եթե ես հիվանդություն եմ ապրում, սպասավորությունը չի չեղարկվում, այլ փոխվում է, բայց ես մնում եմ այդ սպասավորության մեջ։ Կա մի սպասավորություն, որն անցնում է ցավի, խաչի եւ սեփական տառապանքի ընծայման միջով, եւ կա մեկ այլ սպասավորություն, որն անցնում է ցուցափեղկի միջով, այսինքն այն փաստի, որ մենք շատ բաներ ենք անում եւ ակնհայտ է, որ մենք ենք դրանք անում։ Սակայն հիմնական հարցը ճգնաժամերը լուծելը չէ, այսինքն խնդիրն այն չէ, որ մենք չպետք է առերեսվենք ճգնաժամերին, այլ այն, ինչ մեզ հուշում է Ավետարանը եւ Հիսուսի փորձառությունը լսել Աստծուն, ով խոսում է մեր հետ այդ ճգնաժամերի միջոցով։ Մեր համար հեղափոխականն այնն է, որ ասենք ես ունեմ մի կարիք, օրինակ հուզական կարիք, զգալու, որ սիրված եմ եւ պետք է լուծում գտնեմ։ Ավետարանն ասում է քեզ նախքան լուծում գտնելը հարցրու ինքդ քեզ ինչ է քեզ ասում Տերը քո այդ կարիքի միջոցով։ Սա այն մոտեցումն է, որն օգտագործում է Հիսուսը փորձության առաջ, որն ասում է քեզ քաղցած ես, վերցրու եւ կեր, դու լիակատար իրավունք ունես, եթե քաղցած ես, կարող ես ձեռքդ ընկած որևիցե մի բան ուտել։ Հիսուսն ասում է ոչ, դա ճիշտ չէ։ Ես չեմ կարող որևիցե մի բան ուտել, որովհետև ոչ միայն հացով կապրի մարդ, այլ Աստծո բերանից դուրս եկող ամեն խոսքով։ Ինչը թարգմանաբար նշանակում է Աստված խոսում է իմ հետ այս ճգնաժամի միջոցով։ Քիչ առաջ ես լսում էի ձեր մտերիմ զրույցի մեջ, թե ինչ կարող է նշանակել Հովվի ծխական քահանայի կամ առաջնորդի հիվանդության փորձառությունը։ Եթե մենք հարաբերվենք պարզապես այնպես, ինչպես կմտածեր մի ձեռնարկություն, հասկանալի է, որ մեզ ճգնաժամի մեջ կզգանք։ Ինչու, որովհետև կասկածի տակ է դրվում ձեռնարկության արդյունավետությունը, արտադրողականությունը։ Բայց եթե մոտենանք որպես քրիստոնյաներ, իրական խոնարհ հարցը, որ պետք է տանք մեզ, սա է.
Ինչ է մեզ ասում Տերը սրա միջոցով, ինչպես է նա խոսում մեր հետ։ Սա չի նշանակում, որ մենք անմիջապես պատասխաններ կգտնենք։ Ինչպես մարդը, որ կարդում է ավետարանի մի էջ, անմիջապես չի հասկանում Աստծո կամքը, այլ սկսում է ունկնդրել ավետարանի այդ էջը Աստծո կամքը զանազանելու համար։ Մենք գիտենք կանգնել մեր մարդկային տկարությունների, մեր կարիքների, մեր ճգնաժամերի, մեր քաղցի, մեր պակասությունների առջև, այն ամենի, ինչը թույլ չի տալիս մեզ լինել այնպիսին, ինչպիսին կցանկանայինք լինել, կանգնել ոչ թե դրանք լուծելու, այլ դրանց լսելու համար։ Եկեղեցին իր իմաստնության մեջ, տեսեք, մի հրաշալի բան է արել, մեզ կրթելու համար, որ կարիքը չարիք չէ, նա առաջ է բերել պահքը, ծոմապահությունը։ Ինչ է պահքը։ Դա դու ես, որ քեզ դնում ես քաղցած վիճակի մեջ։ Դու ես, որ ֆիզիկապես ինչ-որ բան ես անում քեզ կարիքի մեջ դնելու համար, որպեսզի կրթվես կարիքի միջոցով։ Այսինքն, իսկապես դիպչես այն կոնկրետ քաղցին, որն անցնում է քո սրտի միջով։ Պահքը միջոց չէ, որով մենք փորձում ենք Աստծուն ինչ-որ բանում համոզել։ Հիշում եք Հիսուսի հակադրությունը Հովհաննեսի աշակերտներին, որոնք գալիս են ու ասում. «Կներես, մենք պահք ենք պահում, փարիսեցիներն էլ են պահք պահում, իսկ քո աշակերտները չեն պահում»։ Եվ Հիսուսն անմիջապես պատասխանում է ասելով. «Ինչպես կարող են պահք պահել, քանի դեռ փեսան նրանց հետ է։ Երբ փեսան նրանցից վերցվի, այն ժամանակ կպահեն»։ Այսինքն նա նրանց սովորեցնում է, որ պահքի գործադրումն ինքնանպատակ չէ։ Փարիսեցիները պահք էին պահում ավանդույթի համար։ Հովհաննեսի աշակերտները պահք էին պահում, սպասելով Մեսիային։ Երկուսն էլ իրականության մեջ չէին, մեկը դեպի անցյալն էր, մյուսը դեպի ապագան, բայց ոչ մեկը չէր ապրում ներկան։ Այդ ժամանակ նա ասում է. «Իմ աշակերտները չեն կարող պահք պահել, որովհետև փեսան նրանց հետ է»։ Ինչ եմ ուզում ասել, որ պահքը, ծոմը չի ծառայում Աստծուն համոզելուն, որ նա անցնի մեր կողմը։ Պահքը ծառայում է մեզ հիշեցնելու, թե ով ենք մենք, ստիպելու մեզ իրապես կապ հաստատել մեր կարիքի հետ եւ կանգնել այդ կարիքի առջև այնպես, ինչպես կկանգնեինք ավետարանի մի էջի առջև։ Մենք պետք է սովորենք խորհրդածական ընթերցում կատարել այն կոնկրետ, անձնական եւ եկեղեցական կարիքների առջև, որոնք ապրում ենք այս պահին։ Ձեր համայնքում թերևս չի պատահում, բայց շատ այլ համայնքներում կարող է պատահել։ Տեսեք, կարող են տեղի ունենալ սինոդներ, ժողովներ, եւ ինչ են դառնում մեր այդ հանդիպումները։ Իրավիճակի վերլուծություն, չստացված բաների ցուցակագրում եւ այն ամենի ծրագրավորում, ինչ պետք է անենք։ Շատ բարի, բայց մենք մոռացել ենք քրիստոնեական հայացքը։ Մենք չենք կարող սահմանափակվել պարզապես նրանով, ինչը չի ստացվում, այլ պետք է ունկնդիր լինենք այն ամենին, ինչը որ Աստված ասում է մեզ հենց այդ չստացվածի միջոցով։ Արդ սրտի կեցվածքը ունկնդրության կեցվածքն է։ Այն հակասությունը, որ Հիսուսը դրսևորում է դևի առաջ, ճշմարիտ է։ Հիսուսն ասում է. «Այո, ես քաղցած եմ, բայց իմ քաղցը հետաքրքիր չէ։ Հետաքրքիր է այն, ինչ Տերը կամենում է ասել ինձ իմ քաղցի միջոցով։ Ոչ միայն հացով կապրի մարդ»։ Հին կտակարանում ես մտածեցի մի կերպարի մասին, որը կարող էր մեզ օգնել հասկանալու այս դինամիկան։ Եվ շատ ցնցող կերպով դուք գիտեք, որ հին կտակարանում պատմվում է հին կտակարանի մեծագույն մարգարեներից մեկի Եղիայի սև ու սարսափելի ճգնաժամի մասին։ Տեսեք, կա մի պահ, երբ Եղիան դիպչում է իր քաղցին, եւ այնքան շատ է դիպչում իր քաղցին, այսինքն այնքան խորն է ապրում ճգնաժամը, որ հասնում է նույնիսկ կյանքն ատելու եւ մեռնել ցանկանալու աստիճան։ Նա ուժասպառ է, այլևս չի ցանկանում շարունակել իր սպասավորությունը, չի ուզում առաջ գնալ։ Նա գնում է անապատ ինքնասպանության մտքեր ծամելով։
Եվ սա չպետք է զարմացնի մեզ, որովհետև նա 5 կտակարանի մեծագույն մարգարեներից էր, բայց անմասն չմնաց այս ճգնաժամերից։ Իմ մի թանկագին ընկեր, ում շատ եմ հարգում եւ ով սրբադասումների ժողովի խորհրդատու է, ասում էր ինձ. երբ ինձ են հասնում այն տղամարդկանց եւ կանանց գործերը, որոնց ներկայացնում են նրանց սրբության վերաբերյալ դատավճիռ կայացնելու նպատակով, ես անմիջապես հասկանում եմ նրանք սուրբ են թե ոչ, ըստ այն ճգնաժամերի, որոնք նրանք ունեցել են։ Որովհետև եթե դու ինձ պատմում ես մեկի պատմությունը, ով չի անցել մութ գիշերվա միջով, ես չեմ վստահում այդ մարդու սրբությանը։ Որովհետև նույնիսկ Աստծո որդին անցավ Գեթսեմանեի միջով, իսկ մենք ով ենք, որ կարծենք, թե միշտ անմասն կմնանք։ Բոլորիս հետ էլ պատահելու է լինել Եղիայի վիճակում։ Տեսեք, Եղիայի մոտ այս ամենը սկսվում է հովվական հաղթանակից հետո։ Նա հաղթել էր Բահաղի հարյուրավոր քրմերին Կարմեղոս լեռան վրա, եւ սակայն, այսպես ասած, այդ հովվական հաղթանակից ծնված ցնորքը նրան գցում է խորը դեպրեսիայի մեջ։ Մենք կարծում ենք, թե ճգնաժամերը ծնվում են այն ժամանակ, երբ արդյունքներ չկան, բայց նայեք, կարող են լինել մեծ արդյունքներ եւ մարդը հայտնվի ճգնաժամի մեջ։ Սա Եղիայի պատմությունն է։ Եվ ինչ է անում նա, այս ճգնաժամի մեջ Տերը նրան չի լքում։ Հիշեք, նա սկսում է քայլել անապատում, Եղիան ուժասպառ է լինում, քնում է, մի հրեշտակ դիպչում է նրան եւ ասում վեր կաց եւ կեր, եւ իր մոտ նա գտնում է մի բլիթ ու մի սափոր ջուր, ուտում է, խմում ու նորից քնում։ Սա գրեթե նման է դեպրեսիայի դինամիկային, որը նա ապրում է, նա ուզում է միշտ քնել, չի կարողանում ինքնուրույն սնունդ հայթայթել, ինչ որ մեկը պետք է նրան կերակրի, նրան ուտելիք տա։ Մի խոսքով նա վատ է զգում իրեն։ Մեծ մարգարե Եղիան իրեն վատ է զգում։ Բայց երբ նա կարծում է, թե հասել է անապատի սրտին, իր ճգնաժամի սրտին, այսինքն դիպչել է իր քաղցի խորքին, ինչ է անում Աստված, նա խոսում է նրա հետ։ Խոսում է եւ ինչ է ասում։ Նրան տալիս է ընթերցման այն բանալին, որով նա պետք է վերընթերցի այն ամենը, ինչ ապրել է։ Ինչու՞։ Որովհետև նրա ընթերցման բանալին շատ աշխարհիկ է։ Դա հուսահատ մարդու բանալին է։ Ասում է. նախանձախնդրությամբ լցված եմ Տիրոջ հանդեպ, միայնակ եմ մնացել, այլևս ոչ ոք չկա, քո բոլոր սրբավայրերն այսպիսին են։ Թարգմանեմ ձեր համար. մենք այլևս ճեմարանականներ չունենք, չգիտենք ինչպես կառավարել ծխերը, տնտեսական խնդիրներ կան, տղերը բաժանված է, մեր համայնքները չեն աճում։ Նա թվարկում է այն ամենը, ինչը չի ստացվում, բայց նա մի բան չունի ընթերցման այն բանալին, որը միայն Սուրբ Հոգին կարող է տալ։ Այսինքն մի ներհայեցողություն, որը կստիպի քեզ որպես փրկության պատմություն վերընթերցել այն, ինչը քո համար սոսկ հուսահատություն է։ Այնժամ Աստված, ով խոսում է Եղիայի հետ, չի ջնջում բացասական երևույթների ցուցակը, այլ դրանք վերակառուցում է ամբողջովին նոր իմաստով։ Նա տալիս է ամբողջովին նոր դինամիկա։ Եվ հարցն այն է, որ արդյունքում, տեսեք, սպասավորության ուժը, երբ այն անցնում է ճգնաժամի միջով, ավելի է արդյունավետ ու վստահելի դառնում։ Այսինքն, երբ անհատապես կամ եկեղեցային հարթության վրա անցնում ենք լքվածության պահերի միջով, դրանք կարող են լինել պահեր, երբ մենք կամ կործանվում ենք, կամ վերստին ստեղծվում, կամ էլ կարելի ասել երկուսը միասին հերթով նախ կործանվում է հինը, որպեսզի արարվի նորը։ Եթե մենք միայնակ մնանք, միայն կկործանվենք։ Եթե մեզ հանձնենք Աստծո ձեռքերին, վերստին կարարվենք։ Արդ սա առաջին փորձությունն է։ Հանդիպումը մեր կարիքների հետ, մեր քաղցի հետ, ճգնաժամի հետ։ Ինչ է մեզ սովորեցնում Հիսուսը, որ նույնիսկ աշխարհի լավագույն մարդը, նույնիսկ նա, ով ամեն օր շրջապատված է Աստծո շնորհի զամբյուղներով, փոթորիկներից անմասն չէ։ Բայց փոխանակ մտածելու, թե ինչպես լուծել փոթորիկը,
նա պետք է ունկնդիր լինի փոթորիկին։ Ինչ է ասում ինձ Տերը այս քաղցի, այս կարիքի, այս լքվածության, այս ճգնաժամի, այս տկարության, այս երբեմն հուսահատեցնող փորձառության միջոցով, որն ապրում եմ իմ կյանքում։ Այն վստահությամբ, որ նույնիսկ եթե ես չունեմ ոչ պատասխանները, ոչ ուժերը, ես մենակ չեմ թողնված։ Նա հոգ է տանում իմ մասին, նա ուղեկցում է ինձ։ Մենք բոլորս պետք է մի փոքր ավելի լավ ուսումնասիրենք եկեղեցու պատմությունը։ Գիտեք ինչու՞։ Որովհետև եկեղեցին քիչ թե շատ պարբերաբար ապրում է նույն բաները։ Եթե նայենք, թե ինչ է կատարվել 2000 տարվա ընթացքում, միթե կարծում եք, թե մենք առաջինն ենք, որ հայտնվել ենք մի պատմական իրավիճակում, որտեղ ամեն ինչ թվում է անկայուն, վերջացած, կասկածի տակ դրված, որտեղ զգացողությունն ասում է արդեն վերջ։ Քանի անգամ է եկեղեցին հայտնվել այդ արդեն վերջերի մեջ։ Եվ գիտեք որն է եղել Աստծո պատասխանը։ Սրբերը։ Նա առաջ է բերել մարդկանց, ովքեր տվել են այդ ճգնաժամային պահերի հանճարեղ ընթերցման բանալին հեռու դեպրեսիայից։ Այստեղ խնդիրը սեփական կաշին փրկելը չէ, վաղ թե ուշ այն կորցնելու ենք, ոչ էլ ձևը փրկելը, ձևերն ավարտվում են, այլ կրակը պահպանելը, հուրը, եկեղեցի լինելու մեր էությունը պահպանելը։ Ինչ մեծ առիթ է այս մեծ պահքը, եղբայրներ, որովհետև գուցե այն ամենի նկատմամբ, ինչ ձեզնից յուրաքանչյուրն ապրում է անձնապես, եւ դուք ապրում եք եկեղեցային հարթության վրա, Տերը ձեզ շնորհ է անում ասելու. եկեք բոլորս դառնանք ունկնդիր։ Ինչ ես մեզ ասում, ոչ միայն հացով կապրի մարդ։ Մենք չպետք է գտնենք լուծումներ, որոնք մեզ կհանգստացնեն, որովհետև նույնիսկ ամենալավ հանգստացումը կուռք է։ Այո, կուռքերը հանգստացնում են։ Աստված չի հանգստացնում, Աստված փրկում է։ Եվ ինչպես է փրկում։ Առաջ մղելով, ստիպելով սկսել մի աննախադեպ պատմություն։ Այսինքն մենք չգիտենք, թե ուր ենք գնում, բայց գիտենք, որ Տիրոջ հետ ենք, եւ սա մեզ բավարար է։ Երկրորդ փորձություն։ Այն ժամանակ դևը նրան տարավ սուրբ քաղաքը, ասում է Մատթեոսը, կանգնեցրեց նրան տաճարի ամենաբարձր կետում եւ ասաց. եթե Աստծո որդի ես, քեզ ցած նետիր։ Գրված է, չէ՞, իր հրեշտակներին կպատվիրի քո մասին։ Եվ Հիսուսը պատասխանում է. գրված է նաեւ քո Տեր Աստծուն չպետք է փորձես։ Մենք գիտենք այս փորձությունը, բայց ինչով է այն հետաքրքրական, ինչին է այն վերաբերվում։ Այն վերաբերվում է աղոթքին։ Տեսեք, շատ հաճախ մենք խնդիր ունենք աղոթքի հետ։ Երբեմն մեզ չի հաջողվում հավատարիմ մնալ այն աղոթքին, որը խոստացել ենք մեր ձեռնադրության օրը։ Եվ հետևաբար մենք մեղքի զգացում ենք ապրում մեր քահանայական պարտավորությունների հանդեպ։ Բայց սա աղոթքի վերաբերյալ մեծ թյուրիմացությունն է, որովհետև մենք միշտ պատկերացնում ենք, թե աղոթքը դա աղոթքներն են, բանաձևերը։ Սակայն այն աղոթքը, որի մասին խոսում է Ավետարանը, մեր հարաբերությունն է Աստծո հետ, իսկ Աստծո հետ հարաբերությունը տեղի ունենում բազում ձևերով։ Բայց գիտեք որն է հիմնական խնդիրը։ Այն պատկերն է, որը մենք ունենք Աստծո մասին։ Դևը Հիսուսին ներկայացնում է Աստծո մի պատկեր, որը բնորոշ է կրոնական մոլեռանդին, ֆանատիկոսին։ Սաղմոսներում գրված է. կարող ես քեզ նետել, նա կգա ու կբռնի քեզ։ Ես կարող էի կրոնական մոլեռանդի այս պատկերը փոխարինել Աստծո մի պատկերով, որը մեղքի զգացում է արթնացնում, մի Աստծո, ով վախեցնում է կամ վերահսկում։ Մի խոսքով սրանք բոլորը ֆետիշներ են, որոնք մենք փակցնում ենք Աստծո վրա ու ասում սա է Աստված։ Դա ճիշտ չէ, դա քո պատկերացումն է Աստծո մասին, եւ այդ պատկերն աղավաղված է։
Այս հատվածից, այս երկրորդ փորձությունից բխող մարտահրավերը հետևյալն է, եւ սա ասվում է մեզ, նրանցս, ովքեր ուրիշներին աղոթել ենք սովորեցնում։ Որն է Աստծո այն պատկերը, որից սնվում է իմ աղոթքը։ Արդյոք ես վստահ եմ, որ կանգնած եմ Աստծո այն պատկերի առաջ, որն ինձ սովորեցրել է Հիսուսը։ Որովհետև գուցե Աստծո այն պատկերը, որի առջև ես ծնկի եմ իջել, իմ անցյալի, վերջին տարիներին ապրած տառապանքներիս կամ կուտակված իրավիճակներիս արդյունքն է։ Մի խոսքով, ստեղծվել է Աստծո մի պատկեր, որը ճիշտ չէ։ Եվ նայեք, բավական է մի փոքր շրջել ծխերում, համայնքներում կամ կրոնական շարժումների մոտ, որպեսզի նկատենք, որ այս իրականություններից յուրաքանչյուրը վաճառում է Աստծո իր սեփական պատկերը։ Իրական հարցն այն է, թե վստահ ենք, որ դա ճիշտ պատկերն է։ Աստծո ոչ մի պատկեր չպիտի ստեղծես, պատվիրանը ունի մի նպատակ, որպեսզի մենք չափից շատ չկապվենք մի բանի, ասելով, թե սա ամենաճիշտն է, որովհետև ամենաճիշտը Հիսուսի պատկերն է, եւ հիմա կտեսնենք, թե որ իմաստով։ Քո Տեր Աստծուն չպետք է փորձես։ Այսինքն տեսեք, Հիսուսն անմիջապես քանդում է կրոնական այն մոլերանդությունը, որն իրեն հուշում է դևը։ Բայց ինչպես է փորձության ենթարկվում մեր աղոթքը եւ ինչպես պետք է այն դարձի գա։ Այսինքն, եթե 10 տարի առաջվա իմ աղոթելու ձևը նույնն է, ինչ հիմա, ես ինքս ինձ հարց եմ տալիս, արդյոք ես իրապես ապրել եմ այս վերջին 10 տարիները, որովհետև եթե դու ինչ-որ փորձառություն ես ունեցել, դու թույլ ես տալիս, որ այդ փորձառությունը քեզ փոխի, իսկ քեզ փոխած փորձառությունը ուր է քեզ առաջնորդել։ Մենք ունենք մի օրինակ, ինչպես նախկինում Եղիան էր, այս անգամ դա վերջին մեծ մարգարեն է, նա ով կանգնած է հին եւ նոր կտակարանների սահմանագծին, Հովհաննես Մկրտիչը։ Չգիտեմ, երբևէ նկատել եք, թե ինչպիսի արտակարգ հեղափոխություն է տեղի ունենում Հովհաննես Մկրտչի պատկերացումների մեջ։ Այսինքն, Հովհաննեսի սրբությունը չի չափվում նրա ծայրահեղություններով, թեև ավետարանն ասում է, որ նա տարօրինակ անձնավորություն էր եւ իսկապես ուներ իր տարօրինակությունները, բայց այն, ինչ զարմացնում է Հովհաննեսի մեջ, նրա մտածելակերպի եւ գործելակերպի փոփոխության արագությունն է, քանի որ նա լիակատար հնազանդության մեջ է Հիսուսի նկատմամբ։ Տեսեք այն հակասությունը, թե ինչպես է Հովհաննեսի ներսում փոխվում Աստծո պատկերը։ Նախքան Հիսուսի հետ հանդիպելը Հովհաննեսն ասում էր. «Իժերի ծնունդներ, ով ձեզ հավատացրեց, թե կարող եք փախչել գալիք բարկությունից, ուրեմն ապաշխարության արժանի պտուղ տվեք, որովհետև կացինն արդեն ծառերի արմատին է դրված, ամեն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրվում եւ կրակն է նետվում»։ Պատկերացրեք, թե ինչպիսի պատկերացում ունի նա Աստծո մասին։ Դա տեղին է, որովհետև դա այն է, ինչ նա շնչել էր, ինչով նա սնվել էր հին կտակարանում եւ մարգարեների հետ։ Դա ճշմարիտ է, բայց նրանք դեռ չէին ճանաչել Հիսուսին։ Եվ երբ Հովհաննեսը այսպես քարոզելուց հետո հանդիպում է Հիսուսին, տեսնում է մեկին, ով խոնարհաբար հերթ է կանգնում մկրտվելու համար։ Հովհաննեսը չի ուզում դա անել, ասում է. «Ես չեմ կարող սա անել, ես քարոզում էի, որ դու պիտի գայիր կրակով ու կացնով, պիտի կտրեիր արմատից ու այրեիր»։ Հիսուսն ասում է նրան. «Թույլ տուր հիմա»։ Եվ Հովհաննեսն անմիջապես տեղի է տալիս, ու հաջորդ օրը, երբ տեսնում է Հիսուսին, ասում է. «Ահա Աստծո գառը, ով իր վրա է վերցնում աշխարհի մեղքը»։ Պատկերացնում եք տարբերությունը։ Իժերի ծնունդներ, հիմա ամեն ինչ այրելու ենքից մնում է միայն ահա Աստծո գառը։ Տեսեք, սա մեր մասին է։ Մեր քարոզչության մեծ մասը կարիքն ունի դարձի եւ ոչ թե գաղափարախոսության, իդեոլոգիայի, այսինքն Հիսուսին հանդիպելու կարիքն ունի։
Որովհետև եթե հանդիպում ես Հիսուսին, ընդունում ես Հիսուսի պատկերացումները։ Մենք կարող ենք ուրիշներին աղոթել սովորեցնել, բայց նույնիսկ դևն է աղոթել սովորեցնում։ Վստահ չեմ, որ այդ աղոթքը հենց քրիստոնեական է։ Ուստի ինձ դուր է գալիս պատկերացնել, որ աղոթքը ոչ թե մի գործիք է Աստծուն մեր կողմը քաշելու համար, այլ մի առիթ, որ Աստված տալիս է մեզ փոխվելու եւ Աստծո մասին մեր ունեցած պատկերը փոխելու համար։ Ինչպիսի գեղեցկություն է մտածել աղոթքի մասին որպես մի վայրի, որտեղ ես բացահայտում եմ Աստծո գառանը։ Եվ այստեղ կարելի է հազարավոր թեմաներ բացել։ Մի քանի տարի առաջ, երբ Սրբազան Պապն ասաց մեզ պատրաստվել Հոբելյանին, աղոթքին նվիրված տարվա միջոցով, ինձ խնդրեցին գրել Հայր մերի մեկնաբանությունը։ Երբ հարցնում ենք, ո՞րն է Աստծո այն պատկերը, որ պիտի ունենանք, մենք ըստ դասագրքի պատասխանում ենք, որ Հիսուսը մեզ սովորեցնում է, որ Աստված Հայր է։ Եղբայրներս, դուք համոզված եք, որ երբ մարդկանց ասում ենք, թե Աստված Հայր է, նրանց ինչ-որ լավ բան ենք ասում։ Մի աշխարհում, որտեղ ընտանիքը քայքայված է եւ որտեղ հաճախ հայր-մայր հարաբերություններն աղավաղված են, եթե ասում ես Աստված Հայր է, արդյոք նրանց ճիշտ բան ես ասում։ Հիսուսն օգտագործում է Հայր բառը, որովհետև իր համար դա նշանակալից է, որովհետև իր երկրավոր հայրը Հովսեփը հայրության դրական փորձառություն է եղել իր համար։ Ուստի մեր խնդիրն է թարգմանել Հիսուսի ներհայեցողությունը մեր առջև կանգնած մարդկանց համար ամենահասկանալի ձևով։ Խոսքը ոչ թե բանաձևերին կառչելու մասին է, այլ Հիսուսի մտածելակերպի մեջ մտնելու։ Եթե դու Հիսուսի հետ ես, նա քեզ հուշում է, թե ինչպես օգնել տվյալ մարդուն վերականգնելու Աստծո ճիշտ պատկերը։ Իսկ ինչից ես հասկանում, որ վերականգնել ես Աստծո ճիշտ պատկերը, Սուրբ Պողոսը հստակ ասում է հոգու պտուղներից։ Եթե մարդը, ով վերականգնել է Աստծո ուղիղ պատկերը, զգում է ուրախություն, խաղաղություն, բարություն, հեզություն, ժուշկալություն, ուրեմն նա աղոթում է։ Իսկ եթե քո աղոթքի մեջ քեզ սխալ ես զգում, մեղքի զգացում ես ունենում, դեպրեսիայի մեջ ես ընկնում, վհատվում ես, ճգնաժամերն ավելանում են, դու չես աղոթում։ Կամ առնվազն աղոթում ես դիվական ձևով։ Ուստի սա լավ հարց է, ինչպես ենք աղոթում։ Ոչ թե քանի աղոթք ենք ասում, այլ ո՞րն է Աստծո այն պատկերը, որն ընկած է մեր աղոթքի հիմքում։ Որովհետև եղբայրներ, սրանից է կախված այն դաստիարակությունը, որ մենք տալիս ենք ուրիշներին։ Այն, ինչ կատարվում է մեր ներաշխարհում, մենք փոխանցում ենք ուրիշներին։ Մեր սպասավորությունը տեսական չէ, այլ փորձառական։ Ես կարող եմ մյուսին տալ միայն այն, ինչի փորձառությունն ունեմ։ Եթե ես ունեմ կրոնական մոլերանտ Աստծո փորձառություն, ես կկաղապարեմ մոլերանտ քրիստոնյաներ։ Երրորդ փորձություն։ Դարձյալ դևը նրան տարավ մի շատ բարձր լեռան վրա և ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորությունները և դրանց փառքը։ Եվ ասաց. այս ամենը քեզ կտամ, եթե իմ առջև ընկնելով ինձ երկրպագես։ Դուք գիտեք, որ սա այն փորձությունն է, որը բոլորը համարում են նյութական փորձություն։ Բայց նյութական փորձության հետևում թաքնված է վերահսկողության փորձությունը։ Մարդկանց քո ձեռքում ունենալը, քո համայնքը, քո թեմը, քո ծուխը քո ձեռքում պահելը։ Դու կառավարում ես այնպես, ինչպես ուզում ես, դու ունես իշխանություն, դու ունես կյանքի և մահվան իրավունք, ամեն ինչ կախված է քեզնից, դու ես ամեն ինչի կենտրոնը։ Դա մեր եսն է, որ տիրապետում է։ Դա այս պատմական պահին տիրող նարցիսիզմն է, երբ ժամանակ առ ժամանակ ինչ-որ մեկը փորձում է մեսիա ձևանալ։ Այս տեսակ փորձությանը Հիսուսը պատասխանում է դարձյալ մեջբերելով Աստծո խոսքը. «Հեռացիր, սատանա, որովհետև գրված է.
քո Տեր Աստծուն պիտի երկրպագես եւ միայն նրան պիտի պաշտես։ Այսինքն միայն Աստված է Աստված, ես Աստված չեմ։ Սա թվում է պարզ բան, բայց ամենևին այդպես չէ։ Այսինքն տիրապետելու, տիրանալու, աշխարհին ու մարդկանց տեր դառնալու փորձությունը կարող է դաստիարակվել միայն մեծ աշխատանքի միջոցով, ավելի շուտ երկու։ Առաջինը մի հզոր էկզորցիզմ է, դիվահալածություն, որը խաչն է։ Երբ մարդն ապրում է խաչը, նա ազատագրվում է այս տեսակ փորձությունից, այսինքն հիշում է, որ ինքն Աստված չէ։ Երկրորդը մեծ պահքի երրորդ գործն է։ Առաջինը պահքն էր, երկրորդը աղոթքը եւ ահա երրորդը ողորմությունը։ Ինչու՞մն է կայանում ողորմությունը։ Մենք ողորմությունը հանգեցրել ենք սոսկ իրեր տալուն՝ մի կտոր հաց, գործածված հագուստ, մի փոքրիկ գումար, այսինքն վերածել ենք նյութական մի բանի։ Ողորմությունը միշտեր նախ եւ առաջ անշահախնդիր սերն է, սեր, որից դու ոչինչ չես շահում, կորստաբեր սեր, սիրել վճարելով այդ սիրո հետևանքների համար։ Սա է ողորմությունը։ Այսինքն քեզ բժշկում է այն, երբ դու ստանձնում ես սիրո պատասխանատվությունը, այլ ոչ թե երբ բուրժուական ձևով ինչ որ բան ես շպրտում մեկ ուրիշին, իսկ քո կյանքը մնում է նույնը անփոփոխ եւ քո ներսում ոչինչ չի փոխվում։ Եվ գիտեք թե ով միտքս եկավ որպես աստվածաշնչյան օրինակ, որը կարող է բացատրել մեզ սա։ Մի կերպար, որին երբ կարդում ես, ասում ես սա իսկական ձախորդ փանոս է։ Իրոք նրա պատմությունը կարդալիս ասում ես խեղճ մարդ, ինչ փորձանք ասես գլխին չեկավ։ Նա բարի մարդ էր, մեկը ով փորձել էր սիրել։ Խոսքս Տոբիթի մասին է։ Տոբիթի գրքում պատմվում է այս մարդու պատմությունը Նեփթաղիմի ցեղից։ Այս մարդու առաջին ձախորդությունը՝ նա գերեվարվում, տարվում է Նինվե, հետևաբար ապրում է իր երկրից հեռու։ Սակայն թեև հեռու է իր երկրից, նա հարկադիր միգրանտ է, բայց մնում է հավատարիմ օրենքին եւ անում է մի բան, որը կոչվում է ողորմություն անել։ Եվ այն ողորմությունը, որ նա անում է, իսկապես գթության գործ է։ Այնպիսի գործերից է, որոնց համար ոչ ոք քեզ չի վճարում, որովհետև սիրո մեջ ներգրավված անձը չի կարող քեզ վճարել, քանի որ նա մեռած է։ Նա Տոբիթը թաղում է իր հայրենակիցների դիակները, նրանց, ովքեր հարազատներ չունեին, որոնք կկարողանային անել այդ գործը։ Դրա պատճառով, երբ իր հայրենակիցներին սպանում էին, նա գնում ու գաղտնի թաղում էր նրանց։ Նրա վրա մատնություն են անում, նա ստիպված է լինում փախչել, եւ նրա ամբողջ գույքը բռնագրավվում է։ Բայց ի վերջո թագավորն ինքը մեռնում է եւ նա քիչ թե շատ վերականգնվում է իր իրավունքների մեջ, վերադառնում է։ Հենց վերադառնում է, առաջին բանը, որ անում է, մեռելներ թաղելու այդ գործը շարունակելն է, այսինքն այդ անշահախնդիր սերը, այդ ողորմությունը գործադրելը։ Եվ մի օր, մինչ օգնում էր իր հայրենակիցներին մեկին թաղելու, հիշում եք, նա հոգնած քուն է մտնում եւ ծիծեռնակի ծերտն ընկնում է նրա աչքերի մեջ եւ նա կուրանում է։ Դե գնա ու բարիք արա։ Այսինքն ոչ միայն քեզ շնորհակալություն չեն ասում, այլ նաեւ դու պետք է վճարես քո արած բարիքի համար եւ պետք է վճարես անձամբ։ Արդ մի մարդ, ով սիրում է, ասում է, այսքան բանից հետո ինչ արեցի, ինձ այսպես են հատուցում։ Եղբայրներս, սա է անշահախնդիր սերը։ Այսքան բանից հետո ինչ արել եմ, եկեղեցին իմ հետ այսպես է վարվում։ Ահա թե ինչ է ողորմությունը։ Սերն անհատույց է, կորստաբեր է։ Այն ամբողջ բարիքից հետո, որ արել եմ, ինձ դնում են մեղադրյալի աթոռին։ Այո, մենք առաջինը չենք։ Տոբիտն ապրել է այս փորձառությունը։ Նա արդեն կույր է, վճարում է իր գթասիրության համար։ Նախքան իր որդուն Տոբիային ճանապարհելը, նա նույնպես ընկնում է սև ճգնաժամի մեջ։
Նա նույնպես մահ է խնդրում, ինչպես տեսնում ենք Աստվածաշնչում, երբ մեկը վատ է զգում, ասում է ուզում եմ մեռնել։ Մենք նորեկներ չենք մահ ցանկանալու այս սովորության մեջ։ Բայց նա մի հրաշալի բան է անում։ Երբ ուղարկում է Տոբիային մի պարտք հետ ստանալու, այն հայտնի պատմությունը, որտեղ Ռաֆայելը այդ քողարկված օտարականը ուղեկցելու է Տոբիային այդ ճամփորդության մեջ, Տոբիթի պատվիրանն իր որդուն սա է. ողորմություն արա քո ունեցվածքից եւ երես մի դարձրու ոչ մի աղքատից։ Այսինքն գթասիրության հերոսականությունը կայանում է նրանում, որի հեճուկս այն ամենի, ինչ պատահում է կյանքում եւ ինչը պետք է որ հերքեր սերը, դու շարունակում ես սիրել անհատույց։ Դու շարունակում ես սիրել անշահախնդիր։ Պողոսը Կողոսացիներին ուղված նամակում մեր քահանաներիս համար մի հրաշալի մեկնաբանություն է տալիս. ինչ որ անեք, արեք Տիրոջ համար եւ ոչ թե մարդկանց համար։ Հասկանում եք սրա իմաստը, որ մենք չենք կարող հաշիվ ներկայացնել ոչ մեկին, ասելով ահա ես սա արեցի քո համար։ Դու դա արել ես Տիրոջ համար, ոչ թե մարդկանց։ Դու արդեն վճարված ես։ Դա արդեն վճարված է։ Դա անվճար է, դա անհատույց սեր է։ Ով սիրում է այսպես, բժշկվում է երրորդ փորձությունից, որովհետև նա, ով այսպես չի սիրում, միշտ փնտրում է մի բան, որն իրեն ի ցույց կդնի, կգոհացնի իրեն։ Նույնիսկ որպես եկեղեցի մենք հնարել ենք ձևեր, մեդալներ տալու, տիտղոսներ շնորհելու, ընդգծելու համար այսպես կոչված եկեղեցական վաստակը։ Սա ինձ չի զարմացնում, այն իմաստով, որ երբեմն սա նույնպես մեր մարդկային բնության մի մասն է, եւ լավ է, որ եկեղեցին իր իմաստնության մեջ ասում է, եթե ինչ-որ մեկին դա կարող է օգնել, գործածենք նաեւ այս տեսակ այբուբենը։ Բայց սովորաբար ներքնապես մենք միշտ պետք է հաշիվ տանք մեզ այս փորձության առջև։ Հիսուսն ավետարանում դառնում է ել ավելի արմատական, ամեն ինչից հետո ասեք անպիտան ծառաներ ենք, արեցինք ընդամենը այն, ինչը որ պարտավոր էինք անել։ Դժվար է, չէ՞։ Դժվար է հասնել այն կետին, որ քեզ անպիտան ծառա հայտարարես։ Այսպիսի մեծ բան կարող է պատահել միայն այն դեպքում, երբ դու վարժվել ես դրան։ Իսկ դու վարժվել ես միայն ու միայն այն դեպքում, եթե իսկապես գործադրել ես ողորմությունը, այսինքն այս ձևով գործադրված անշահախնդիր սերը։ Արդ, եկեք այսպես ամփոփենք եւ ես մոտենամ իմ այս խորհրդատվության ավարտին։ Մենք սկսեցինք առաջին փորձությունից, որն է առաջին փորձության կորիզը, սա է՝ գտնել այդ փորձությունը լուծելու մի ձև։ Բայց իրականում այդ փորձությունը չի տրվում լուծվելու համար, այլ որովհետև այն հայտնութենական փորձություն է։ Այսինքն, երբ դու դիպչում ես քո կարիքին, դա այն պահն է, երբ Աստված ուզում է խոսել քո հետ, քո իսկ կարիքի միջոցով։ Պողոսն ասում է. Աստված ընտրեց աշխարհի տկարներին, որպեսզի ամաչեցնի հզորներին։ Աստված ընտրեց այն, ինչը որ աշխարհը հիմարություն է համարում, որպեսզի ամաչեցնի իմաստուններին։ Եվ հասնում է նրան, որ ասում է. մենք այս թանկագին գանձը կրում ենք կավե անոթների մեջ, որպեսզի երևա, որ դա մերը չէ։ Ուստի մտածեք, պահքի գործադրումը հիշեցնում է այն բանի, որ մենք բոլորս քաղցած, խեղճ կարոտյալներ ենք, եւ երբ դու դիպչում ես քո քաղցին, վերջապես Տերը կարող է խոսել քո հետ։ Երկրորդ աղոթքի փորձությունն այն է, որ աղոթենք մի Աստծո, ով ստեղծված է մեր պատկերով ու նմանությամբ։ Ոչ, մենք պետք է թույլ տանք, որ մաքրվի Աստծո այն պատկերը, որը նստվածք է տվել մեր ներսում։ Մենք պետք է դարձի գանք Հովհաննես Մկրտչի նման, այսինքն Հիսուսի հետ հանդիպումը պետք է փոխի Աստծուն տեսնելու մեր ձևը։ Եվ մենք նկատում ենք, որ Աստծուն տեսնելու մեր ձևը փոխվել է, որովհետև այն այլևս սխեմատիկ կամ քանակական չէ։ Մեր աղոթքը ազատագրող է եւ սիրտը լցնում է երախտագիտությամբ։ Դու զգում ես իրականությունների համը,
Ոչ թե պարզապես պատարակ ես մատուցում կամ սաղմոսներ ասում կամ բանաձևեր արտասանում, այլ նորից սկսում ես զգալ այդ ամենի համը։ Ուրեմն այն խոսքը, որը ոմանք երբեմն ասում են, թե իբր նվաստացուցիչ է պատարակ մատուցել ընդամենը 2 ծեր կնոջ առաջ, ինչպես կարելի է նման բան ասել։ Դա նշանակում է, որ դու չես զգում այդ բանի համը, ինչը ծիսակատարում ես, որովհետև որևէ բանի համը կախված չէ նրանից, թե քանի հոգի է այնտեղ ներկա կամ ով է ներկա։ Սա նշանակում է, որ մենք շատ աղոթքներ ենք ասում, բայց չենք աղոթում, որովհետև իսկական աղոթքը վերադարձնում է իրականությունների համը։ Իսկական աղոթքը Հովհաննեսն է, որ նայելով Հիսուսին ասում է. «Ահա Աստծո գառը»։ Երրորդ բանը, որ ասում էինք, վերահսկելու, մեզ կենտրոնում դնելու փորձությունն է տիրապետելու փորձությունը։ Մեր եսասիրությունից ու նարցիսիզմից փրկվելու միակ ձևը ողորմություն գործադրելն է, այսինքն անշահախնդիր կերպով սիրելը։ Սիրել նաև այն ժամանակ, երբ պետք է վճարենք մեր սիրո հետևանքների համար։ Սիրել առանց սիրելուց երբևէ դադարելու, որովհետև սա է այն բանը, որ մեր ներսում իրական բժշկություն է բերում։ Գիտեք ինչու՞։ Որովհետև երբ մարդն այսպես է սիրում, նա վերջապես նմանվում է Աստծուն, քանի որ Աստված հենց այդպես է սիրում։ Պողոսն ասում է, որ Քրիստոսը մեռավ մեր համար, երբ մենք դեռ իր թշնամիներն էինք։ Նա մեռավ մեր համար, երբ մենք ոչ միայն երախտագետ չէինք, այլ նաև նրան խաչը հանեցինք, իսկ նա տվեց իր կյանքը։ Բայց եթե մեկը չի սիրում այսպես, ինչպես կարող է իրեն Քրիստոսի աշակերտ անվանել։ Հիմա ավարտեմ։ Ինչպես կարելի է այս ամենն անել։ Որովհետև գուցե խորհրդածության մեջ բացատրված այս տրամաբանական թելը գործում է, բայց երբ յուրաքանչյուրս վերադառնում ենք մեր տուն, մեր համայնք, որտեղ հոսում է մեր առօրյա կյանքը, հարցնում ենք. իսկ հետո։ Սա է հոգևոր կյանքի գեղեցկությունը։ Հոգևոր կյանքը մի ուժ է, որ գործում է մեր ներսում եւ որ սատարում է մեր կամքին։ Այսինքն մենք կոչված չենք այս ամենն իրագործելու միայն նրա համար, որ մեր մտքով հասկանում ենք դա, բայց չենք կարողանում այն միջև վերջ իջեցնել մեր սրտի մեջ։ Այս ձևով ապրել կարողանալը հոգևոր կյանքի պտուղն է։ Մտածենք ծովի օրինակի մասին։ Երբ մարդը մտնում է ջուրը եւ պառկում ջրի վրա, եթե նա անձնատուր լինի ջրին, ջուրը նրան կպահի։ Դա հենց ջրի ուժի մի մասն է քեզ մակերեսին պահելը։ Սա է հոգևոր կյանքը։ Եթե դու թույլ տաս, որ հոգին, Սուրբ Հոգին գործի քո մեջ, հենց հոգին է, որ քեզ մղում է այսպես ապրել։ Ուստի Տերը մեզ ցույց է տալիս, թե ինչպես պետք է ապրենք, բայց նաև տալիս է շնորհը այդպես ապրելու համար, որովհետև եթե դու ուզում ես ապրել այս ձևով առանց նրա շնորհի, ապա երրորդ օրը ոչ թե հարություն տեղի կունենա, այլ ամեն ինչ լքելու ցանկություն։ Մենք մեզ լիովին վհատված կզգանք։ Արդ ես մաղթում եմ ինձ եւ ձեզ կարողանալ ապրել այս մեծ պահքը որպես վճռորոշ մի բան մեր կյանքում։ Ես միշտ սիրում եմ կրկնել մի բան, որ մենք ամեն տարի կրկնում ենք նույն բառերը, նույն արարողությունները։ Ծիսակարգն ունի մի անփոփոխելի մաս, եւ սա առավելություն է մեր համար։ Ինչու՞։ Որովհետև ծիսակարգի մեջ կա կայունություն, քանի որ այն մասը, որ փոխվում է, մենք ենք։ Այս տարվա մեծ պահքը եզակի է, որովհետև ես տարբերվում եմ անցյալ տարվա իմ տեսակից եւ տարբերվելու եմ հաջորդ տարվա տեսակից։ Ուրեմն ինչու Տերը տվեց ինձ այս տարի մեծ պահքն ապրելու շնորհը։ Ինչ է նա ուզում ասել ինձ այս մեծ պահքի միջոցով։ Ուր է ուզում ինձ առաջնորդել։ Որն է այն զատիկը, որը նա ուզում է, որ ես անեմ այս պահին։ Հարցն ընդլայնեմ,
Որն է այն մեծ պահքը, որ պետք է ապրի այս տեղական եկեղեցին, այս թեմի քահանայական դասը այս տարի, այս պահին։ Որն է այն զատիկը, որին Տերը ձեզ առաջնորդում է պատմական այս պահին։ Արդ այս ամենը լուրջ ընդունելը չի նշանակում բացականչել, այսօր լսեցինք բաներ, որոնք երբեք չէինք լսել։ Եղբայրներ, սրանք բաներ են, որոնք դուք իրավամբ քարոզում եք ուրիշներին, այնպես չէ։ Եվ այսօր ես պարզապես դրանք բարձրաձայն ասացի այն հույսով, որ դրանք կարող են օգտակար լինել մեզնից յուրաքանչյուրին։ Այսինքն ոչ ոք չի կարող ասել մի նոր բան իմացանք։ Հետաքրքրականը նորություն գտնելը չէ, այլ ինքներս մեզ այս հարցը տալը. որն է այս տարվա նորությունը այս ամենի մեջ։ Ինչպես է այս ամենը ինձ դիմում դույով։ Ահա, ես աղոթում եմ, որպեսզի Տերը բացի մեր աչքերը եւ տա մեզ այդ շնորհը։ Շատ շնորհակալություն։